ամեն։ Սիրելի հավատացյալ ժողովուրդ, այսօր ավագ հինգշաբթին է։ Եվ առավոտյան մենք ապաշխարության կարգը կատարեցինք, մեր բոլորս մեր մեղքերի համար քավություն եւ թողություն աղերսեցինք Աստծուց, Աստվածորդուց, եւ նաեւ այժմ այս սրբազան պատարագով հիշատակում ենք առաջին պատարագը, որովհետեւ առաջին պատարագը կատարեց անձամբ ինքը Տեր Հիսուս Քրիստոս, եւ դա մենք կոչում ենք խորհրդավոր ընթրիք, որովհետեւ այդ ընթրիքը սովորական ընթրիք չէր, այլ այնտեղ խորհուրդ կատարվեց։ Դրա համար էլ կոչում է խորհրդավոր ընթրիք։ Եվ ինչն էր խորհուրդը, Տեր Հիսուս Քրիստոս ընթրիքի մի պահին վերցրեց հացը, օրհնեց եւ տվեց առաքյալներին ասելով. «Առեք, կերեք, սա իմ մարմինն է»։ Գիտեք, հացը հաց էր եւ հացը մարմին չդարձավ։ Եվ բնավ մարդու մարմին ուտելու մասին չի խոսքը, այլ խորհուրդ հաստատեց։ Դա սովորական հաց չէր։ Հիսուս ասել էր. «Առեք, կերեք, սա իմ մարմինն է»։ Ուստի առաքյալը, երբ որ վերցրեց Տեր Հիսուսի ձեռքից, այլևս այդ խորհուրդը կրող հացն էր։ Քրիստոսի մարմնի հաղորդության հացն էր։ Եվ երբ որ նա կերավ, դա սովորական հաց չէր, այլ այդ սովորական հացին անբաժանելիորեն միացած էր Աստվածային խորհուրդը, Քրիստոսի խոսքերի եւ սրբազան առաքյալների հավատքի միջոցով։ Նմանապես վերցրեց մեկ բաժակ գինի, օրհնեց եւ տվեց ասելով. «Առեք, խմեք, սա իմ արյունն է, որ պիտի թափվի ձեր եւ շատ շատերի համար, ի քավություն եւ ի թողություն ձեր մեղքերի»։ Աբասիկ հաստատեց իր արյամբ հաղորդություն տալու խորհուրդը։ Հասկանալի է, որ բաժակի միջի գինին արյուն չդարձավ, այլ գինին էր, բայց խորհուրդ կրող գինին էր, որտեղ Տեր Հիսուս ասել էր. «Առեք, խմեք, սա իմ արյունն է»։ Գիտեք, եթե ֆիզիկական տեսակետից մենք վերցնենք, դժվար չէր մատը ծակել մի կաթիլ արյուն լցնել այնտեղ, բայց այդպիսի բան չարեց Տեր Հիսուս, որտեղ մարդու մարմնի ու արյան ֆիզիկական գոյության հանգամանքի հարցը չէր սա։ Այլ իր արյունը իր երակներում հոսում էր, ինքն էլ նստած էր սեղանի շուրջ, բայց վերցրեց մի բաժակ գինին, օրհնեց եւ տվեց ու ասեց. «Սա իմ արյունն է, խմեք, որը կթափվի ի քավություն եւ ի թողություն ձեր մեղքերի»։ Ուստի առաքյալը, երբ որ վերցրեց այդ բաժակ գինին, դա սովորական մեկ բաժակ գինի չէր, որքան էլ որ ինքը գինի էր գավաթի մեջ լցված, այլ անբաժանելիորեն միացած էր Աստվածային շնորհը, Քրիստոսի սուրբ արյան հաղորդությունը։ Ուստի առաքյալը, երբ որ խմեց գինին, ապա հաղորդ եղավ Աստվածային սուրբ արյանը։ Ուրեմն մարմնի եւ արյան հաղորդության միջոցով Աստվածորդին փոխանցեց իր անմահության զորությունը, եւ այս ամենը կատարվեց հավատքի միջոցով։ Հավատքը թերևս մարդկային կյանքում եղող ամենաանհասկանալի երևույթն է թերևս։ Մենք ավելի հեշտ կվերլուծենք մարմինը, մենք ավելի հեշտ կվերլուծենք միտքը, բայց սրանցից ավելի դժվար պիտի վերլուծենք հավատքը։ Թե ինչ բան է հավատքը։ Տեսեք, նյութերը հատկություններ ունեն, կարծրություն ունեն, փխրունություն, գույն, ձև եւ այլն, բայց մի հատկություն էլ կա, օրինակ մագնիսային հատկությունը։ Մագնիս։ Սա մի քիչ դժվար բացատրելի է։ Երբ որ մոտեցնում ես երկու մագնիս իրար ձգում են, կամ մոտեցնում ես իրար վանում են, հասկանում ես, որ դու չես տեսնում այն դաշտը, բայց այնտեղ ինչ որ անհասկանալի դաշտ կա, եւ պիտի գիտական մեթոդներով փորձես վերլուծես ինչքանը որ քեզ կհաջողվի։ Հավատք այսպիսի մի երևույթ է մարդու մեջ դրված, անհասկանալի մի երևույթ, բայց այդ հավատքը իրական է եւ գոյություն ունի,
Եվ հենց այն հավատքի միջով է դրված փրկության ճանապարհը։ Նստած են սեղանի շուրջ 13 մարդիկ, Քրիստոս իր առաքյալները։ Մենք խորանում ունենք խորհրդավոր ընթրիքի պատկերը։ Եվ եթե դուք ուշադիր հաշվեք, մեզ մոտ առաքյալները 11-ն են, որտեղ Հուդան արդեն դավաճանաբար հեռացել է։ Մնացել են սեղանի վրա 11-ը։ Սովորական մի զատկական ընթրիք էր կատարվում, չնայած որ այդչափ սովորական էլ չէր, որտեղ այդ ընթրիքը ևս խորհրդավոր մի ընթրիք էր, որովհետև հին ուխտի մեջ Աստված ինքն էր հայտնվել այդ ժողովրդին եւ ասել էր ամեն մեկդ մի գառ կվերցնեք եւ ընթրիք կպատրաստեք։ Գառը կզոհագործեք ու արյունը կքսեք ձեր դռան դրանդիքի վերևի մասը, սեմերին։ Եվ հրեշտակը կանցնի կտեսնի այդ արյունը եւ չի հարվածի ձեզ եւ ձեր ընտանիքի մեջ անդրանիկը չի մեռնի։ Եվ այդ հրաշքը կատարվել էր Եգիպտոսում եւ Աստված ինքը հատուկ Մովսեսին ուղարկել էր այդ ժողովրդին, Իսրայելի ժողովրդին դուրս բերելու եգիպտական գերությունից եւ ստրկությունից, որտեղ Եգիպտոսում անլուր տանջում ու չարչարում էին այդ ժողովրդին։ Որովհետեւ մինչ այդ Հովսեփը եւ Հովսեփի հեղինակությունը կար, Հովսեփ գեղեցիկը, բայց այդ ժամանակ արդեն Հովսեփը վաղուց վախճանված էր եւ նաեւ հեղաշրջված էր եւ ուրիշ փարավոնական դինաստիա էր եկած, հետեւաբար Հովսեփին եւ արտոնություններ տրված էլի շատ մարդկանց զրկում էին արտոնություններից եւ դա թերևս մեղմ ասած էր զրկելը, այլ ստրկաբար տանջում եւ չարչարում էին։ Եվ ահա Մովսեսը գնալով ուզեց, որ արդարություն հաստատի, այդպիսի անարդար ստրկական վիճակը փոխի, բայց իր անձը շատ թույլ երևաց, որտեղ մեկ հոգի էր Մովսեսը, եւ երբ որ մի անգամ Եգիպտացու սպանեց, երկրորդ անգամ մեջտեղ դուրս եկավ այդ սպանությունը եւ փարավոնը պահանջեց Մովսեսին սպանել։ Եվ Մովսեսը փախավ 40 տարի մնաց անապատում, 40 տարի հետո Աստված հրամայեց, որ գնա եւ դուրս բերի իմ ժողովրդին։ Այն Մովսեսին, ում որ մերժեցին, նրան փրկիչ եւ դատավոր հաստատեց այդ ազգի վրա։ Եվ այսպես Մովսեսը վերադարձավ եւ մի աստվածային ներգործությամբ ու հրաշքով դուրս բերեց եգիպտական գերությունից Իսրայելի ժողովրդին եւ Աստված ճանապարհին անընդհատ 40 տարի զգուշացնում էր։ Չմոռանաք իմ պատգամները, չուրանաք ինձ, ուրիշ աստվածներ չպաշտեք, հեռու կմնաք, կխուսափեք, հակառակ դեպքում նրանք ձեզ նզովքի տակ կգցեն, եւ դուք անեծքի տակ կընկնեք ու կոչնչանաք, եւ այսպես բազմաթիվ զգուշացումներով եւ բազմաթիվ հրաշքներով ի վերջո բերեց ու հասցրեց եւ ժառանգել տվեց այն երկիրը։ Եվ Դավիթ թագավորի ժամանակ շատ մեծ ամրությամբ ամրացավ, իսկ Սողոմոնի ժամանակ գագաթնագետին հասավ։ Բայց գիտեք, Աստծո ծրագիրը միայն երկրի վրա մի փոքրիկ թագավորություն սարքելը չէր։ Որտեւ եթե դուք ուշադիր կարդաք հին ուխտի այդ դեպքերը, կզգաք, որ հավատքի շնորհը ոչ միայն հրյա ազգի մեջ կար, այլ երբեմն նաև նկատվում էր ուրիշ ազգերի մեջ։ Օրինակ, Բաղամը մարգարեր թե քուրմ էր, թե ինչ էր, մոգ էր։ Բաղամը ինչ էր։ Ասում է Աստծո մարդն է եւ Աստծո խոսքերը պիտի ասի։ Եվ երբ որ գնաց Բաղակ թագավորի կանչին, ճանապարհին Աստծո հրեշտակը հայտնվեց, ասեց գնա, բայց ինչ ասում եմ այն պիտի ասես։ Հիմա կախարդեր, թե Աստծո մարգարեն էր։ Շատ խառն է, եթե դու կարդաք տեքստերը, հստակ չեք հասկանա։ Ի վերջո ժողովուրդը մտավ եւ Բաղամին էլ սրով սպանեցին։ Եվ էլի ես միայն Բաղամի անուն եմ տալիս, բայց այսպիսի առեղծվածային կերպարներ այնտեղ շատ կա, ինչպես դրանից առաջ Մելքիսեդեկը։ Եվ այսպես մի քանի կերպարներ, ինչու, որտեղ բոլոր ժողովուրդներն էլ Աստծո ստեղծածն էին, բոլորն էլ Ադամի ու Եվայի զավակներն էին, բոլորն էլ Նոյ Նահապետի 3 զավակների սերունդներն էին։ Եվ հետևաբար նախնական սկզբնական աստվածապաշտությունից անշուշտ ինչ-որ պատառիկներ երբեմն երևում էր, բայց Աստված Մովսեսի միջոցով առաջնորդելով այս ժողովրդին ասում է. ուշադիր հարցրեք ուրիշ ազգերին,
տեսեք կա այդ տեսակ դեպք, երբ որ Աստված ինքը անձամբ միազգին առաջնորդի միտեղ, հարցրեք, և մենք պատմությունը իմանալով չկա այդպիսի դեպք, ամեն ժողովուրդ էլ ձևավորվել է իր ուրույն ճանապարհով, բայց այդ մի տարբերակը հատկապես Աստծու հրամաններով և մեծ նեղություններ, փորձություններ, դժվարություններ կրելով, 40 տարի անապատում թափառելով, ապստամբները այդպես էլ անապատում վախճանվելով, և այսպես անցնելով եկան ու հասան Ավետյաց երկիրը, բայց սա ստվերն է նոր ուխտի, այս զատիկը, որ պիտի Եգիպտոսից Իսրայելի ժողովուրդը զատվեր Աստծու հրամանով, ստվերն էր ամբողջ երկրագնդի վրա հավատացյալ մարդկանց զատվելու, որտեղ ճիշտ այդ զատկի օրերին պիտի Տեր Հիսուս Քրիստոս սեղան նստեր իր սրբազան գերընտիր առաքյալների հետ և պիտի վերցներ իր քավություն և իր թողություն բաշխվող իր մարմնի արյան հաղորդությունը և պիտի բաշխեր բոլոր հավատացյալ ժողովուրդներին, ով հավատա նա պիտի փրկվի, հետևաբար հավատքի ճանապարհով է հաստատված փրկությունը, դրա համար սիրելի հավատացյալ ժողովուրդ, այդ սեղանին նստած Տեր Հիսուս Քրիստոս հաստատում է բուն խորհուրդը, որը չի վերաբերվում մեկ ազգի, նույնիսկ այդ ազգը ապերախտորեն մերժեց, ասում է սա ժայռ է, ում վրա անգամ կճզմի, ով սրա վրա անգամ ջարդուփշուր կլինի, և նույնիսկ այդ ազգը գայթակղվելով ջարդուփշուր եղավ և դուրս նետվեց քրիստոնեական ճանապարհից, այլ այն փրկության լույսը, որ հենց վերաբերվում էր հենց այն ազգի ու ժողովրդի մեջ տեղի ունեցավ, հենց այն զատկի տոնի օրը տեղի ունեցավ, հենց այն ստվերը իրագործվեց, իրականացավ Տեր Հիսուս Փրկչով, որտեղ սա մի ազգի չէր վերաբերվում, այլ ամբողջ ժողովրդին էր վերաբերվում, երկրագնդի վրա բոլոր էակներին էր վերաբերվում, բոլոր մարդկանց, ուստի սիրելի հավատացյալ ժողովուրդ, Տեր Հիսուս Քրիստոս ինքը տվեց այդ հաղորդությունը և մեկ օր հետո, նույնիսկ մի քանի ժամ հետո, չէ որ սա ավագ հինգշաբթին էր, երեկոյան սեղան էր նստած, մյուս օրը առավոտյան կեսօրին արդեն խաչված էր, 6 ժամ իր արյունը հոսում էր, և ինքը արդեն մի քանի ժամ առաջ այդ արյան հաղորդությունը տվել էր, և ինքը արդեն բացատրել էր, որ այդ արյունը թափում է քո մեղքերի քավության համար և թափում էր 6 ժամ խաչի վրա կախված էր Հիսուս և ի վերջո առաքյալները իրար խառնված ցրվեցին, գայթակղված, նեղսրտած, անորոշ դրության մեջ, որովհետև հովվին հարվածեց և հոտը ցրվեց, բայց աստվածային տնօրինություններն էին կատարվում, իսկ աստվածային տնօրինությունները նման չեն մեր պատկերացրած գույնզգույն երազներին, աստվածային տնօրինությունները փաստած իրականություններ են, և այն ճանապարհի մեջ այս տրտմության հովտում լեփ-լեցուն կա իրար հաջորդող բոլոր տեսակի զգացողություններն ու իրադրությունները և ուրախություն և տխրություն և հաղթանակ և պարտություն և վայր ընկնել և ոտքի կանգնել և հաջողվել և ձախողվել ամեն բան շարունակաբար, բայց այդ ամենի միջից աստվածային ծրագիրն է առաջ գնում, փրկություն բերելով և բաշխելով իր սիրելի զավակներին։ Փնտրեք պատմությունը, տեսեք, արդյոք որևէ մեկը վերջնական երջանկություն ունեցել է երկրի վրա, այսպիսի բան գոյություն չունի, որտև հենց որ զգացել է երջանիկ, դրան հաջորդել է մի ձախորդություն։ Միայն մի մտածեք, թե հասարակ մարդիկ, այլ նաև բռնապետեր։ Երկու բռնապետեր կան, որ հիշվում են հատկապես պատմության մեջ, Ալեքսանդր Մակեդոնացի և Չինգիզ խան, չգիտենք թե իրական թե սուտ, բայց
աշխարհակալներ եւ այլը, ինչ եմ ասում, չգիտենք իրական տեսուն, որտեվ հանկարծ ու բանից պարզվի, որ այդպես չի եղել, մի քիչ սենց եղել, մի քիչ նենց եղել, բայց կարևորը սա չի։ Բայց իրենք էլ հիվանդությամբ կամ թունավորելով մի 10 տարի, 20 տարի ամենաշատը շարունակաբար արյունահեղության ու խառնաշփոթ պատերազմների ու վիճաբանությունների, լարումների ու անհանգստությունների, վիրավորումների ու հարազատ մարդկանց այն աշխարհ ճանապարհելու իրադրությունների մեջ էլ ում ասես, չկա այդ տեսակ մարդ։ Ամեն մարդ միշտ նեղության ենթակա է։ Ամենափափուկ ապրած մարդիկ միշտ նեղության ենթակա են։ Ուշադիր քննեք եւ կտեսնեք։ Դրա համար այս ժամանակավոր անցողի կյանքի մեջ մեզ տրվեց հույս հավիտենական կյանքի։ Հույսը մարդու սրտի մեջ ամենազորավոր ու ստեղծագործ զգացողությունն է։ Հույսով է ստեղծվում ամեն բան։ Հույսով է ընթանում ամեն լավ գործ, հույսով է իր ավարտին հասնում։ Դրա համար հույսը չափազանց թանկ բան է այս անցողիկ ժամանակավոր փոփոխական աշխարհի մեջ։ Ուստի հավատքի միջոցով ենք հույսը ստանում, հավատալով Հիսուսին, ճաշակում ենք Սուրբ Հաղորդությունը, եւ հույսներս Աստված է, որտեղ ինքը մեր մեջ է, մենք իր մեջ, իր խոսքի համաձայն։ Եվ հավատքն ու հույսը ի վերջո կբերեն սիրո։ Պիտի սիրես քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով, քո ամբողջ զորությամբ։ Մեր Սուրեն քարոզիչը վերջից ասեց ամեն։ Թող լինի, որովհետև սերն է, որ հաղթում է ամեն ինչի։ Սերն է, որ քաղցրությամբ է լցնում մարդու կյանքը։ Աստված սեր է։ Ուստի մենք քայլում ենք դեպի սերը, դեպի Աստված, դեպի լույս ու կյանք։ Ուստի թող ավակ 5 շաբթի այս խորհրդավոր եւ զորավոր օրը ապաշխարությամբ քավված արժանանանք Սուրբ Հաղորդության եւ ճաշակենք Աստծո սերը, որտեղ Աստված այնքան սիրեց աշխարհը, մինչեւ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով հավատա չկորչի, այլ ունենա հավիտենական կյանք։ Շնորհ, սեր եւ խաղաղություն ձեզ ընդամենեսյանը։ Ամեն։